Իլհամ Ալիևը, որ սովորաբար աչքեր են գնում Հայաստանին անընդհատ պատերազմ սպառնալով, հիմա կարծես այդ գործառույթը տվել է Նիկոլ Փաշինյանի եւ ընտրություններից առաջ նա հիմա փորձում է այսպես մարդկանց ահաբեկել, որ եթե ես չընտրվեմ, պատերազմը կլինի, ինչպես է սա մեկնաբանում, սա բնակչությանը վախեցնելու համար է։ Ինձ հետաքրքիր է, եթե Նիկոլ Փաշինյանը օրով ու ամսաթվով գիտի Հայաստանի վրա երբ է պատերազմ լինելու, ոնց է խոսում խաղաղության դարաշրջանից։ Այդ երկուսը իրար չեն հակասում, եւ եթե Նիկոլ Փաշինյանը Հայաստանում իշխանություն փոխվելը պայմանավորում է պատերազմ լինելը, ոնց կարող է խոսել խաղաղության դարաշրջանի մասին։ Դա խոստովանություն է, որ իր վերած խաղաղության օրակարգը մի անգամ, այսինքն չկա, ոչ թե կեղծ է, այլ չկա է։ Իսկ ինչ վերաբերում է այդ հայտարարություններին, այո, Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով շանտաժի է ենթարկում հայ հանրությանը պատերազմով, դա այլևս Ալիևը չի անում, դա անում է Փաշինյանը, բայց որպեսզի պատասխանումը պարզ լինի, Սիրելի քաղաքացիներ, ինքներդ մտածեք, կա արդյոք որևէ քաղաքական ուժ, ով պայքարում է, որպեսզի գա իշխանության եւ կուզենա, որ իր օրոք պատերազմ լինի։ Դա ոնց կարող է լինել։ Չէ՞ որ դա որում ոչ միայն պատերազմ, ասում է, որ եթե մենք իշխանության չգանք, թրիփ է, այսպես չի լինելու, Եմեն իր այսպես հավաքվելու են գնան Հայաստանից այլևս սահմանից փողություն։ Այսինքն ինչպես է ստացվում, որ սա ոչ թե կառույցներ աշխատում են, ոչ թե պետության հետ, այլ կոնկրետ անձի Նիկոլ Փաշինյանը։ Իսկ արևը ծագելու է, արևելքից եւ մայր մտնի արևմուտքում, Սևանը փայլփլելու է, թե այլևս ցամաքելու է, երեխաները ծիծաղելու են երբևէ այլևս Փաշինյանից հետո, թե բան ծիծաղը կտրվելու է երեխաների։ Ես հասկանում եմ, որ ԿՊ-ի համար կյանքը վերջանում է Փաշինյանով, բայց հայ ժողովրդի կյանքը ոչ սկսվել է Փաշինյանով, ոչ ավարտվում է։ Ինչ վերաբերվում է տարածաշրջանին, թրիփին եւ այլն, այդ ինքը չի որ կախված է դրա գլխին։ Տարածաշրջանում այնպիսի փոփոխություններ, որ շատ հարցական է իսկապես, ով կլինի, ինչպիսի իշխանություն կփոխվի, ինչ պրոյեկտները, որոնց շուրջ պայմանավորվածություն ձեռք բերվել են, կմնան թե չէ, ու դա է ամբողջ հարցը, որ չէր կարելի ժողովրդին գալ ասել, որ ԱՄՆ քանի որ մի նախագահի անունով մենք պրոյեկտ ենք արել, դա հավերժ է, դա դարերի համար է, որովհետև այսպիսի իրավիճակներ կարող են լինել, բայց կյանքը կներեք, կյանքը Փաշինյանից առաջ կար, Փաշինյանից հետո ոչ թե շարունակվելու, այլ ավելի լավ կյանք է լինելու, ինչպես կար ավելի լավ կյանք իրենից առաջ։ Մարտանյան, տեսեք ինքը դաշտը բաժանել է երկու մասի, այդ խաղաղություն բերողը եւ խաղաղության պատերազմ բերողների ուժերը եւ ընդդիմադիրների ընտրությունը համարում են պատերազմ բերելու այսպես հրամայական իր խոսքը երևի այդպես ընկալենք։ Սա նախընտրական այս շրջանում եւ ընդհանրապես ընտրությունների վրա կազմի, այսինքն հանրությունը իսկապես կհասկանա, որ եթե Փաշինյանը չեղավ, վերջ, ուրեմն պատերազմը ավելի ծանր է լինելու, քան 44 օր, ինչպես ինքը։ Հանրությանը մենք պիտի ուղղակի հիշեցնենք իրականությունը։ Եթե Փաշինյանը մի բան է ասում, կա, իսկապես դրա հակառակն է ուրեմն իրականությունը։ Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, որ 21 թվականին էլ Փաշինյանը ճիշտ նույն առաջարկներ անում, ճիշտ նույն խոսույթը խոստանում էր ձեզ խաղաղություն։ Դրանից հետո քանի պատերազմ տեսավ մեր ժողովուրդը։ Դրանից հետո էթնիկ զտում ենք տեսել, հասկանում եք։ Ու մի հատ ինձ ասեք, ամենաշատ պատերազմներ իր օրոք գրանցած ուժը, որ հայտարարել է, որ Հայաստանի տարածքում կան ադրբեջանական հողեր, որոնք գտնվում են հայկական վերահսկողության տակ, ոնց կարող է խոսել խաղաղությունից ու մեղադրել օրինակ ուժի Հայաստան Դաշնքի պարագայում երկրորդ նախագահ դաշնակցություն, որոնց կառավարման տարիներին պատերազմ չի եղել ու միակ ղեկավարն է, որ չի եղել։ Ոնց կարող է այդպեսի բան լինել։ Նիկոլ Փաշինյանը խաղաղության հակառակն է, Նիկոլ Փաշինյանը ոչ թե իր օրոք են եղել պատերազմներ, իր հայտարարությունով սադրել է այդ պատերազմները, ավելին հիմք է նախապատրաստել, որպեսզի Ալիևը չտանջվի այդ հիմքերը նախապատրաստելու համար, եթե հարձակում ունենա։ Մի հայտարարությունը, որ Հայաստանի վերահսկողության տակ կան ադրբեջանական հողեր, դա նվեր է Ալիևին։ Այսպիսի հայտարարություններ անող ուժը չի կարող խաղաղությունից խոսալ։ Նույնիսկ պատգամավորները չգիտեն կամ մնացած ուժերը չգիտեն, թե ինչ է իրականում պլանավորվում, մի քանի հոգի գիտեն այդ մասին եւ կենտրոններ կան, որոնք տեքստերը տալիս են, իրենք էլ կրկնում են, չիմանալով, որ պատերազմի նախապատրաստությունը տեղի ունի։ ԿՊ-ի ներքին կյանքն էր պատմում, հասկացա։ ԿՊ-ում այդպես է ոնց հասկացա, մի քանիսը գիտեն, երևի ինքը Ռուբեն Ռուբինյան, Ալեն Սիմոնյան եւ այլն գիտեն ինչ է սպասվում, մնացածին էլ տենց անակնկալ են մատուցում։ Չէ, մեր մոտ այդպես չի, մենք գիտենք ինչի համար ենք պայքարում եւ գիտենք յուրաքանչյուր մեր հայտարարության արժեքը ու զգում ենք պատասխանատվություն, դրա համար ընտրում ենք բառերը, չնայած ընդդիմություն ենք ու ավելի երկար ենք ընտրում, քան իշխանությունը, ով ներվային ծիկերի ժամանակ լայվեր է մտնում, ինչ-որ վիդեոներ է անում։ Իշխանությունները անդրադառնալով անգամ ազգային ժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Հայաստան դաշինքը հիմա
անգամ խորհրդան մտնելու խնդիր ունի։ Ուրեմն ինչպես են խոսում հաղթանակի կամ այդքան ձայն հաղթանակի։ Ես տենց էլ չհասկացա, վերջը Հայաստան դաշինքը խորհրդան մտնելու խնդիր ունի, թե Հայաստան դաշինքը հաջորդ իշխանությունն է, որից զգուշացնում են ժողովրդին, ասում են Գյումրի 2 աղզում անի։ Հիմա մենք Գյումրի 2 ենք անելու, թե խորհրդարան չենք անցնելու։ Մի հատ կարող են կողմնորոշվել։ Եթե Հայաստան դաշինքը խորհրդարան չի անցնում, 90% ինչի են նվիրում մեզ։ Եթե քաղաքական դիակներ ենք, չգիտեմ, ուժ չունեցող ենք, այդ հայտարարությունը 90% ինչի է վերաբերում մեզ։ Լավ, քաղաքական դիակների մասին այդքան խոսում են, ի վերջո, այս ուժը, որը հայտարարում 70% ունի, ինչի՞ց է վախենում։ 70% ունեցող ուժը որևէ սցենարից կվախենա, ո՞նց կարա ուժ ունենա 70% ու վախենա Գյումրի 2 սցենարից։ Իսկ կարող է իրենք խնդիրներ ունեն։ Իսկ կարող է իրենք տեսնում են, որ չեն կարողանում իշխանություն ձևավորել ու դրանով են պայմանավորված այս քայլերը։ Իրենք հիմա արդեն իրենց նախընտրական պլատֆորմը անցել են մեր նախընտրական պլատֆորմի կատարմանը։ Այն ծրագրերը, օրինակ օրենսդրական, որ բերել ենք ազգային ժողով, իրենք համոզել են, որ դա պետք չի անել, հիմա խոստանում են, որ կանեն։ Օրինակ թոշակների ինդեքսավորումը։ Եվ արդեն ամերիկյան հետախուզության ծառայության գաղտնազերծումը, որ ըստ էության ամերիկացիներ են ասում, որ սահմանադրության փոփոխությունը Ալիևի պահանջն է եւ ասում են, որ ամեն դեպքում, եթե հանրաքվե լինի, շատ խնդիրներ են լինելու, այսինքն ակնարկում են, որ այն չի անցնելու։ Ըստ էության ամերիկացիք արդեն արձանագրում են, որ դա Ալիևի պահանջն է եւ Սևով սպիտակի վրա, սա այլևս Հայաստանում ընդդիմությունը չի ասում, այսինքն ամբողջ աշխարհը ասում է, որ Ալիևն է պահանջում սահմանադրություն փոխել։ Ես այստեղ մի հատ կարևորագույն բան եմ ուզում ասել։ Ադրբեջանի սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ։ Եթե Հայաստանի դիվանագիտական կորպուսը կենտրոնացած լիներ չեզոքացնելու ադրբեջանական պահանջները ու չուզենար հասնել այնտեղ, որ մենք Ադրբեջանի պահանջով սահմանադրություն փոխեինք, ուղղակի բանակցային սեղանին պետք է այդ հարցը բարձրաձայներ եւ ասել, որ երկու կողմերում եթե խնդրահարույց անգամ բաներ կան, այդ պահանջները ուղղակի դեկլարատիվ են, արտահայտված են հռչակագրում, կարող են այդպես էլ մնալ սահմանադրությունում եւ այդպես էլ մնալ, որևէ փոփոխություն չկա։ Եթե իրենք տեսնում են խնդրահարույց, նույն չափ խնդրահարույց է նաև Ադրբեջանին ու այդ դեպքում Ադրբեջանն էլ պիտի փոփոխի։ Բայց քանի որ իրենք նպատակ չեն ունեցել չեզոքացնել այդ պահանջը, իրենք չեն բարձրաձայնել այդ հարցը։ Հիմա հասել է այնտեղ, որ Ադրբեջանը որևէ քննարկում չունի սահմանադրություն փոխելու մասին, մեզնից պահանջում է սահմանադրություն փոխել ու դա ֆիքսում է ԱՄՆ հետախուզական ծառայությունը։ Եվ այո, բնականաբար դա խնդրահարույց է, որտեղ խոշորաշվ 700,000 մարդ շուրջ պիտի գնա եւ այո ասի Ալիևի սահմանադրությանը։ Եթե Նիկոլ Փաշինյանը այս ընտրությունները վերածում է սահմանադրական հանրաքվեի, Ալիևի սահմանադրությանը այո կամ ոչ ասելու։ Ուրեմն մենք պիտի ընդունենք այդ մարտահրավերները ու այո, ասենք, որ հունիսի 7-ի ընտրությունները Ալիևի սահմանադրությանը այո կամ ոչ ասելու ընտրություններ են։ Ու ոչ է պետք ասել բնականաբար։